Ողջույն սիրելի մերձամանցիներ, բարակար համայնքի շատ սիրելի հայրենակիցներ։ Ինձ համար շատ դժվար է ու ծանր խոսել նորից ընտրությունների մասին ձեզ հետ ու հատկապես ավելի ծանր է, երբ գիտեմ, թե ձեզ համար ինչքան ծանր է ընտրությունների մասին լսելը, որովհետև այսօր մայիսի 23-ն է, ուղիղ 8 ամիս առաջ դուք կորցրել եք մի լավագույն ընկերոջ, մի լավագույն համայնքապետի, իմ լավ ընկերոջը, Վալոդիա Գրիգորյանին, ում հետ 21 թվականից ի վեր Փարաքար համայնքում կողք կողքի ոստիկանական պատի առջև պայքարել եք փոփոխությունների համար, չեք նահանջել։ Ու 5 տարի շարունակ, 4 տարի, 3 տարի, դատարաններում թե փողոցում, պայքարել եք, որ այդ օրը գա։ 25 թվականի մարտի 30-ին այդ օրը բերեցիք դուք, ձեր անկոդրում, ձեր թասիվով, ձեր նվիրվածությամբ, ու դրան երկու պատճառ կար, որովհետև դուք թասիվով, դուք պատվախնդիր արժանապատիվ մարդիկ եք, և երկրորդ ու ամենաառաջնայինը, որովհետև ձեր ընտրյալը արժանի էր ձեր նվիրվածությանը, ձեր պայքարին, և մենք իրար հետ կողք կողքի, Վալոդիայի հետ, մարտի 30-ին 57% վստահության քվեով ջախջախեցինք այս իշխանազարդ իշխանությանը, ովքեր քվեն խմել էին ձեզանից, դուք այն հետ եք բերել, և ես կասկած չունեմ, որ նույնն եք անելու, որովհետև դուք այդ նույն ժողովուրդն եք, ով գիտի այդ ձևը, այդ միակ ու ընտիր ձևը ընտրությունների միջոցով իշխանազրկել այս ագրեսիվ, այս խմբակին, մարտնչող տգետների խմբակին, ով ամենով վերցուցի հետունից, թուչի լակից, որ հայրական արժանապատորեն ապրի իր երկրում, ու չի մահացահայտում այս հանցագործությունը, որ ինչպես շատ ճիշտ նշվեց, օր առաջ հնարավոր էր ամբողջապես բացահայտել, որովհետև ոճրագործություն սփռող, մարդ սփռող իշխանություններ են սրանք, և իրենց թվում է իրենց տաշի տամբարի ներքո հայ ժողովուրդը մոռանալու է կամ ներելու է այն ինչ իրենք արել են այս 8 տարիների ընթացքում, ինչը պիտի ներել, ինչը ներես, Արցախի էթնիկ զտումը ներես, Ռուբենի, Լյուդվիգի, Անյուշայի, Դավիթի գերությունը ներես, հայ հոգևորականների հալածանքները ներես, թե հայ եկեղեցու դեմ այս մարտնչող տգետների պայքարը ներես, թե ժողովրդավարության հերն անիծելը ներես, որ մի արտահայտության համար մենք մեր ձևով կպայքարենք արտահայտության համար հայ ազգի բարերար Սամվել Կարապետյանին ուղղակի փակել են, որ չկարողանա ձեզ հետ ուղիղ անմիջական շփում ունենալ և բացահայտել այս իշխանությունների դեմքը, այդ մի խոսքի համար և հետո տեսնելով, որ խայտառակ են լինում, որ չեն կարող այդպես շարունակել սկսել կարել ինչ-որ քրեական գործեր, սա այս իշխանության ձեռագիրն է, և մենք չպիտի թույլ տանք, որ հանկարծ հունիսի 7-ին այս մարդիկ վերարտադրվեն։ Նիկոլ Փաշինյանը անցածորն ասում է, թե ես ձեզ երաշխավորում եմ, ասում է, որ 300,000 ադրբեջանցի հետ չի գալու, չի վերադառնալու։ Դու ինչ ես կարող երաշխավորես բացի էթնիկ ստումից։ Դու ինչ ես կարողացել պահպանել քո ասած խոսքերից։ Դու այդ կորչակած որ դարմիր գիծը չես հատել։ Երբ որ Ալիևը թոքը դիտակ Նախիջևանում կազմակերպում է վերադարձ դեպի Արևմտյան Հայաստան խորագրով փառատոն կոնֆերանս, ինչ ունես ասելու, բացի պերաշկի ուտելուց ու կուկուրուս կրծելուց, բան ունես ասելու,
Ուսերն ասում է, թե գիտեք, այդ այնպես հենցան ոսոր չի տեղավորվում մեր խաղաղության մեծ խոսույթի մեջ, այդում խոսույթի, դա խոսույթ չէ, դա մենախոսություն է ձեր կողմից, խնդրանք, որ ձեզ ժամանակավոր հնարավորություն տան վերարտադրվելու ձեր խոստումների դիմաց, որոնք կետակետ իրականացրել են և շարունակելու են եթե հանկարծ Աստված մի արասցե հունիսի 7-ին վերարտադրվեք, բայց լավ իմացեք, այդ բոլոր հանցագործությունները բացահայտվելու են, բոլոր ձեր արած հանցանքները, տված խոստումները, և ես ձեզ երաշխավորում եմ, Արարատ ջան, հատկապես քեզ, չգիտեմ կարելի է քեզ Արարատ ասել, թե չերևի վրեջ խոսակցություն կգա, շարից հեռու կասեմ Միրզոյան, բոլորիդ ակսելու Նիկոլը, բոլորիդ բուրն ատալու, թե ես չգիտեի, էդ իրենք են արել, թուղթ են բերել, ես ինչ իմանայի, բոլորիդ բուրն ատալու, բացի ալելից, ու բոլորդ պատասխան եք տալու, չկասկածեք, ու այդ օրը սիրելի հայրենակիցներ, հունիսի 7-ն է, եթե դուք գնաք տեղական և գնացնեք թվերով իշխանությանը պատին դերդար առայն, որ չեն կարող հանձնել մեր հողերը և բոլորս միասին այդ օրը կառուցելու ենք իմ 3 քվեաձեռնիկով չմոռանանք այս թիվը սա փոփոխությունների թիվն է, թիվ 3-ով կառուցելու ենք ապրելու ուժեղ Հայաստան Առաջնորդի